Բավականին ուշագրավ զարգացումներ տեղ ունեցան։ Իրապես շատ հետաքրքիր շաբաթ էր, թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական։ Շարմ el-Շեյխում տեղ ունեցավ խաղաղության գագաթնաժողով։ Փաշինյանը ստացավ եւս մեկ բացառիկ շանս նախագահ Թրամփի հետ հանդիպելու։ Փաշինյանի ձեռը պոկում էր։ Ինքը Փաշինյանին նկատմամբ որ Ալիևի հետ են մարդը։ Ալիևին ասում է ուրա հայրենակիցդ։ The other guy։ Արագածոտնի թեմա պարալիզացված է։ Փաշազադեն հայտարարում է մի շաբաթ հետո կամ մի երեկո հետո Փաշինյանը մտնում է մի հատ ուրիշ եկեղեցի։ Ստալինյան գործիքակազմով եւ մեթոդաբանություն։ Մասկեքով, ասես սև շորերով։ Հաջորդը Պավել Մարոկյան տանելու են Գարեգին II կաթողիկոսին։ Պետք է մաքրել եկեղեցի։ Դու ով ես, որ եկեղեցին դու մեզ մաքրես։ Փոքրիկ ստալինիստներ եք, պստիկ բոլշևիկներ եք ու եկեղեցիում տերոր եք իրականացնում։ Ընկերներ ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Այս շաբաթվա ընթացքում բավականին ուշագրավ զարգացումներ տեղ ունեցան, ինչեւ պատրաստվում ենք քննարկել ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ Հայաստանում, Հայաստանի հետ կապված եւ Հայաստանի շուրջը գիտենք, որ Եգիպտոսում Շարմ el-Շեյխում տեղ ունեցավ խաղաղության գագաթնաժողով, նվիրված Պաղեստինի հարցին կամ Պաղեստինի Գազայի Իսրայելա-Պաղեստինական հակամարտությանը, մասնավորապես առանցքում Գազայում տեղի ունեցող ճգնաժամներ եւ Եգիպտոսում հավաքվել էին միջազգային առաջնորդներ տարբեր երկրներից, բացառությամբ Բիբին Նեթանյահուն, որը միգուցե չէր կարողացել Եգիպտոս ժամանել Էրդողանի շանտաժով, Էրդողանը ասել էր, թե ինքը գա, ես չեմ գա, նույնիսկ պատրաստվել էր օթից ինքնաթիռը թեքել հետ դեպի Թուրքիա։ Մի խոսքով, այդ գագաթնաժողովին մասնակցում էր նաև վարշապետ Նիկոլ Փաշինյանը եւ բոլորովին վերջերս Թրամփի միջնորդությամբ գիտենք, որ Փաշինյանը եւ Ալիևն էլ են գնացել գործարքի։ Ինչ կասեք այս գագաթնաժողովի մասին։ Իրապես շատ հետաքրքիր շաբաթ էր, թե արտաքին քաղաքական, թե ներքաղաքական։ Սկսենք արտաքինից, ճիշտ ես ասում։ Այս հետաքրքիրն ինչն է, որ նախագահ Թրամփը հասավ նաեւ Պաղեստինի պարագայում։ Ես չեմ կարծում, թե շատ լավ գործարքի, բայց հասավ ինչ-որ գործարքի, որը վաճառքի առարկա է։ Եվ հաղթական իր ինքնաթիռով գնում է այնտեղ գրված է thank you, այսինքն շատ հաղթական մուտք ունեցավ, Կնեսետում նա ելույթ ունեցավ Իսրայելի պարլամենտում եւ բոլոր ռազմագերիները, ովքեր որ գտնվում էին հիմա գերության մեջ, որքան որ հասկացա նաեւ ովքեր որ արդեն սպանված են, նրանց մարմինները փոխանցվեցին արդեն Իսրայելին։ Սա մի մեծ տոն էր, մի մեծ տոնակատարություն, այնտեղ ցույց եղավ, մարդիկ ուրախ էին, հրճվում էին, եւ ես իմ մեջ հայմատում էի։ Երբ որ մեր մոտ մենք հավաքվում, հրճվում ենք եւ ֆեստիվալ ենք անում, եւ ասում են խաղաղությունն ենք տոնում, բանտես Իսրայելում գիտեին ինչն են տոնում, որտեվ ինչ որ բանի հասել են այդ երկար կոնֆլիկտը։ Ալեն Սիմոնյանը ոչ վաղ անցյալում ասում է, որ գերիները allևս իր համար գոյություն չունեն։ Այո, եւ այս իմաստով, ասենք, Բաքվի դատերը գնում են, մենք դες մեզ Պիշը շլանգի տեղ դրած, ոնց են ասում ժողովրդական խոսքը, ինչ ասես շլանգի տեղ դրի, հատենց ուզում ենք տենց չկա ոչի բան։ Բայց շարունակենք թեման, ինչա տեղի ունեցել։ Փաշինյանը գնում է Եգիպտոս եւ ես գրառում կատարեցի եւ գրեցի, որ Փաշինյանը ստացավ եւս մեկ բացառիկ շանս նախագահ Թրամփի հետ հանդիպելու եւ նախագահ Թրամփին ասելու, որ եղբայր ջան, այնտեղ բան ենք պայմանավորվել նախ Այս մարդիկ ասում են միջանցք, ու ասում են որ դա միջանցք դիլնի ու եթե ինքը ֆիքսում ենք չի տվել միջանցք, ինչը մենք ասում ենք որ տվել է։ Եթե ինքն ասում ենք ոնց որ իրանք են ասում, անմեղության կանխավար կացը պահենք։ Եթե ինքը չի տվել, պետք է ինքը այդ հարցը տեղ բարձրացներ, չի բարձրացվում։ Եվ լավ չի ասում, էլի պարոն նախագահ, լավ, այս մարդիկ հավաքվել են, ցնծում են, հալալա քեզ, ռազմագերիներին հետ բերիր։ Այ ախպեր, բա մեր ռազմագերիները, բա մենք ինչ ասենք։ Պես խաղաղությունը ոնց տոնենք ռազմագերիները այնտեղ են Բաքվում ու իրանց դատը չի։ Հայաստանի Հանրապետությանը դատում են այնտեղ ամեն օր եւ ոչ իզարմանս ինձ Փաշինյանը ոչ այն հարցը ոչ այն մյուսը չբարձրացրեց, բայց մի ուրիշ հարց բարձրացրեց նա Թրամփի առաջ, որ ասես պարոն նախագահ, ես եմ Հայաստանի վարչապետը, երրորդ անգամ ծանոթացավ։ Հա, Թրամփը ասաց շատ ուրախ եմ բան եւ ասեց Աստված պահապան ձեզ պարոն նախագահ ու եկավ Հայաստան էլի։ Եկավ Հայաստան, դե Հայաստան երում է Հայաստանը, ըստ էության, Փաշինյանը դադար չի տալի։ Բայց մինչև էդ էլի Թրամփը էլի ոչ մի ներքաղաքական կյանքի չէր կարող հիշել եւ Ալիևին ասում է ուրա հայրենակիցդ։
Հա, այդ մասը մի քիչ տարբեր թարգմանություններ կան, բայց չուզեցա ես դա բերել, բայց դու որ ասում ես, այսինքն Թրամփին կալման մեջ տպավորությունա որ տենց ինչ որ մատ երկիր է էլի։ Տենց այնտեղ իրար ուտում են, չգիտեմ ովքեր, տենց նույն ազգից են, նույն ազգից չեն, որ doesn't matter, ես իմով քեր են, ինչ կրվում են։ Հա, եւ ասում այսինքն, նայ, Թրամփի չիպի մեջ Ալիևը եւ Փաշինյանը ասոցացված են իրար հետ։ Այսինքն այլևս ինքը Փաշինյանին ընկալում է որ Ալիևի հետ են մարդը, որը տենց իրանք բարիշել են։ Եվ ընդհակառակը։ Ասում են, վայ հետինը դուր, այսինքն չգիտեմ, սա շատ վատ է, բայց այստեղ մա շատ կարևոր արձանագրում կա, ընդհանրապես այս ամեն ինչից, այս բոլոր զարգացումներից, առաջնորդների վարքագծից եւ ոչ միայն պարզա դառնում, այս ամենը ընդհանրապես ապացուցում է մեր վերլուծությունը, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանը ունի ռազմավարական առաջնահերթությունը ամենաբարձր կետը կլներ բոլորներ, բայց դրանից ցածր մի քանի level են կոմել, մենք տեղ չունենք, ու ընդհանրապես կարիք չկա մեզ առանձնապես հիշել, նշանակություն տալ, դուք ասացիք ինչ որ փաթեթով հարց կար, առանց այդ հարցի մանրամասների առանձնահատկությունների մեջ կարելի է հարցը լուծել, ինչ որ եւ գլխացավանքից ազատվել, դա պատրաստվում է միջազգային առաջնորդների համար գլխացավանք է մեծ հաշվով, եւ նաեւ ինչ որ գալշկա դնել, որ ահա ստեղ էլ մենք խաղաղություն հաստատեցինք, որպես տրամաբանական շարունակություն են քաղաքական կուրսի, որ որթեգրել է Թրամփը, չէ, ամբողջ աշխարհում հաստատել խաղաղություն, դա ինչ որ համամոլորակային միսիա է վերցրել, եւ այս առումով Հայաստանը ընդհանրապես մեծ կարեւորություն չի ներկայացնում իրենից եւ ընդհակառակը Հայաստանի փորձագետները շատ ճիշտ են այս պահը ֆիքսում, էլի, որ Թրամփը գործարքիա գնացել Ալիևի հետ։ Հայաստանը ստեղ Փաշինյանը հետի մարդն է։ Հա, հետի մարդը փաթեթով։ The other guy։ Հա, որպես գործիք, որպես օգտակար գործիք։ Հայաստանը այստեղ որպես ինքնիշխան, որպես ինքնաբավ գործոն հանդես չի գալիս եւ նրանք կարելի է չհիշել, որովհետեւ եկեք խոստովանենք Թրամփը ում որ պետք է, չասենք, չանձնավորենք, Ամերիկայի նախագահը ում որ պետք է, որ անհրաժեշտ է Ամերիկայի ազգային շահերին, ինքը լավ էլ հիշվում է, իրանք կհիշեն, իրանք տեղել կտան, հեռախոսի համարն էլ կֆիքսեն։ Այս առումով միջազգային հարաբերություններում եւս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանի դիրքը, հեղինակությունը, ազդեցությունը մի քանի անգամ նվազել են, ինչը շատ Ինչն է հետաքրքիր, որ իշխանություններն անդադար ամեն մի կորուստ, ամեն մի զիջում, ամեն մի բաց թողում ներկայացնում են ընդհակառակ։ Ես դա ոնց է ստացվում, ես ուղղակի ապշացեմ, էլի։ Հիմա դու ասում ես Հայաստանի վարկը, Հայաստանի իշխանությունը, Հայաստանի դերը մի քանի անգամ նվազեցված է, չէ՞։ Իրանք դա ներկայացնում են ընդհակառակը, որ բավականաբար երբեք sense անկախ չեն եղել, երբեք այսքան ինքնիշխան չեն եղել։ Որոշումները կայացվում են Երևան քաղաքում։ Այսինքն Երևան քաղաքում է որոշվել, որ Արարատ լեռը չպետք է լինի սահմանային դրոշմակնիկների վրա, Երևան քաղաքում։ Ասում ես այլևս այս երկիրը այն ճանապարհն է, որ ինքը հայկական պետություն չի լինելու, հասկանում ես։ Լավ, արի գանք ներքաղաքական թեմային։ Թրամփի գործերը ված չի, Նոբելյան մրցանակը չստացավ, ես մոռացանք ասել։ Ես շատ կողմ եմ, որ չստացավ։ Նշ չէր, որ ես ասում եի թող ստանա, որտեղ ուրեմն աշխարհում դեռևս կա արդարություն, կա հումանիզմ, որ ինքը չստացավ, բայց այնուամենայնիվ Փաշինյանը կամ Հայաստանի որևէ այլ առաջնորդ այլ կերպ կընդունվեր եւ կընկալվեր միջազգային հարաբերություններում, տարբեր հարթակներում, եթե օրինակ Փաշինյանը 2019 թվականին գնար խաղաղ կարգավորման, այդտեղ կլինեն ինքը գործոն եւ այդտեղ նրան Նոբելյան մրցանակ կարելի անտային։ Եվ այդտեղ արդեն Թրամփը կոնկրետ կիմանար, որ այս մարդն է։ Էս է ասում։ Թրամփի կարիքը չէր լինի այդ ժամանակ, բայց ուզում եմ ասել, որ Նոբելյան կոմիտեն գիտակցելով ու հասկանալով, որ Փաշինյանի եւ Ալիևի նամակը ըստ էության fake է, Թրամփին առաջադրման, չի որտեվ գիտեն որ խաղաղություն չկա, դա խապկանք է, ոքի Հայաստանը հանձնում է ինչ ունի, ելով կար այնտեղ նամակ գրող, որ իբր թե բան են։ Մի հատ էլ բան սյուր բան կար, որ Զելենսկին ասում էր մենք է կդիմենք մրցանակ տան Թրամփին, եթե Թրամփը տա իրանց տոմահավք միջոցները այդ հարվածային։ Այսինքն խաղաղության մրցանակ տամագանդումով բանի Վաշինգտոնի թողտվությամբ Պաղեստինում Գազայում սեկտոր Գազայում եղել է ցեղասպանություն ինչպես
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձանագրել այս պայթությամբ երեխաների ամենամեծ գերեզմանոցն է։ Երեխաների ամենամեծ պանդանոցն է։ Եվ Գազան ռմբակոծվել է խաղաղ Իրանը, նաև Միացյալ Նահանգների կողմից։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ինչ որ անհասկանալի տձև լուծում է ստացել։ Դա կեղծիք է, որովհետև ընդհանրապես խոսք չկա։ Անտեսված է գլխավոր սուբյեկտը կոնֆլիկտի։ Արցախցիները։ Այդ մարդիկ էթնիկ զտման են ենթարկվել, այդ ցավը տան։ Մենք ասում խաղաղություններ է, մի հատ մրցանակ տվեք բան։ Ես բայց մի բան էլ ասեմ այս թեմայից կապված, տեսեք, այսքան հայկական իրականությունում հայեում են SNG-ի երկրների առաջնորդներին, Լուկաշենկոին, Պուտինին, լավ Լուկաշենկոին էլ դնենք մի կողմ, բայց հələ որ մեր պատմության ընթացքում ես չեմ հիշում այդ դեպք, որ Պուտինը հրապարակային նսեմացնի, նվաստացնի որևէ փոքր երկրի ղեկավարի։ Անկեղծ ես չեմ հիշում։ Անկամ Ուկրաինայի հետ վատ հարաբերությունների պարագայում Ուկրաինայի միշտ հարգանքով է խոսում, անգամ պարտությունից հետո մեզ ինքը կոչ էր անում, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան չհամարենք։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ինչ վիճակում էր։ Հիմա ինձ կմեղադրեն, որ ես վայ, ես ինչ Պուտինին եմ գովում, բայց ո՞նց է իրան պահում Թրամփը փոքր երկրների ղեկավարների հետ։ Փաշինյանի ձեռը պոկում էր։ Այդ ցավոտանում գնա Պուտինի ձեռը պոկի, այդ փոքր խեղճ ու կրակ Հայաստանի ղեկավարի թևը խես պոկում։ Դե կա դա մեկնաբանվի, որ շատ է սիրում, ցենց շատ ջերմ է բարևել։ Դե տեսանք Մակրոնին էլ է շատ սիրում։ Շատ է սիրում։ Այս ուղղակի իմիջալից որպես համեմատություն։ Դե սիմվոլիզմ է, ինքը նայ էթիկա վարք է, այսինքն այդ շարժ ու ձևի վերլուծություն կա, չէ՞, հոգեբանական թե ինչ, որ ինչ նշան։ Այսինքն Ալիևի կանգնելա ձևը բանը է, ցենց ըստ Թրամփի, ու ասենք Թրամփի պահվածքը Ալիևի հետ ու Փաշինյանի։ Ըստ Թրամփի Ալիևը աշխարհի ամենաավտոճիկ լիդերներից մեկը։ Որտեվ տենց են ներկայացրել իրան։ Իրան տենց են ներկայացրել։ Իսկ տեսար որ Պուտինն ասում է դե Նոբելյան մրցանակը արժանի չէր Թրամփին։ Թրամփին մի այլ կարգի դզել էր։ Սպիտակ տուն հայտարարեց որ շատ շոյված են այդ հայտարարությունից։ Այո։ Աշխարհում դեռ կա բարոյականություն։ Այո։ Լավ, շաբաթը աչքին գավ նաև նրանով, որ դե բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց եւս 30 օրով։ Երկար, ասենք, մի երկու օր դատեր գնում, մենք էլ ենք այնտեղ դատարանի առջև, բան, այսպես գիշեր, ցերեկ, բան, տես քննում են, տես փաստաբանները, դատավոր, բան, հայ, բույ, բան, շատ բարձ էր, որ պետքա կալանքը շարունակվի։ Հիմա ես ասեմ ինչ է դա նշանակում։ 30 օր կալանքի երկարացումը նշանակում է, որ այդ 30 օրերի ընթացքում, այսինքն մինչև նոյեմբերի 18-ը, կալանք ուժի մեջ չէ, հոկտեմբերի 18-ը։ Մինչև նոյեմբերի 18-ը Սամվել Կարապետյանի գործը ըստ երևույթին կուղարկվի դատարան, դատարանը կայտարարի, որ սկսում է գործի քննությունը եւ խափանման չոս կալանքը մնում է ուժի մեջ ու կսկսվի երկար դատավարություն, նման չի լինի Միքայել Սրբազանի դատերին, արագ, չէ, երկար, դանդաղ, ինչու՞։ Դե Միքայել Սրբազանին պետք է արագ դատել, որ նա չլինի տեխնացու, դատապարտված պատիժը կրող անձը կորցնում է ընտրական, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Սամվել Կարապետյանը չունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք, որտեւ երկրորդ անձնագիր ունի եւ երրորդ անձնագիր ունի։ Հետեւաբար այդ հարցը չկա, իրան երկար կդատեն, երկար, sense դանդաղ դատելու են։ Այսինքն դա է սպասվում այս իմաստով եւ ուզում եմ նաեւ ասել, որ Նիկոլ Փաշինյանը գիտի ինչ է անում։ Իսկ գիտի ինչ է անում ընդդիմություն Հայաստանի։ Մյուս բանը կարպի զոր տեղ ունեցավ, դա եկեղեցու Արագածոտնի թեմի վրա եղած հարձակումներ։ Սա երկու թեմավել դու կարձագանքես շարունակես։ Այստեղ պետք է մատ նախադասություն ասեմ։ Պետությունը չարաշահելով բռնություն կիրառելու իր մենաշնորհը, այո, սահմանադրական շրջանցում է իր սահմանադրական շրջանակները ու անցլա տերորի։ Մասնավորապես հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որովհետև արդեն Մկրտիչ Սրբազանի Արագածոտնի թեմի առաջնորդի եւ մնացյալ քահանաների 14 քահանա, հա ոնց որ։ Դե մի մասին բաց թողեցին, անհասկանալի է։ Նկարելու պահին կալանավորված է, կալանքի որոշում եղավ 2 ամսյա, որպես բային որ նկարում ենք մենք, Մկրտիչ Սրբազանին։ Մնացածը այս պահին չգիտենք հրապարակման պահին կարող ազատ արձակվեն, բայց Մկրտիչ Սրբազանը չի, ատեն 2 ամսով, հա մեկ է դիվանապետը կալանավորվեց։ Ու էլի մարդիկ հիմա գործերը քննվում է, այս պահին որ մենք նկարում ենք Ժորժյան նկատի ունեցել։ Եվ սա տեղի է ունենում Ստալինյան գործիքակազմով եւ մեթոդաբանությամբ մասկեքով, բանս սև շորերով, ԱԱՑ-ն չգիտես ինչի, հա, ուղարկում։ Իհարկե Ստալինյան որ ասում եմ 21-րդ դարի Ստալինյան, 20-րդ դարում մի քիչ ուրիշ ձև էր, կարող առան դատի դատաստանի մարդկանց գնդակահար էին,
Բայց այդտեղ ինչ որ ձևացնում են, որ ինչ որ process կա, Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչի որոշել է դառնա ակտիվ TikToker, այդ ընթացքում, երբ որ, չգիտեմ, եկեղեցու դեմ տերոր է իրականացում, ինքը TikTok-ում, չգիտեմ, սրտիկներ է անում, Zenfira-ի է լսում։ Սիրում են բոլորիդ, համբուրում են ձեր ձեռքերը, ինչ-որ բաներ ու ինչ-որ ուստեղ բախվում են այդ երկու երամերժ իրականությունները մի կողմում այդ կեղծ ժողովրդավար առաջնորդն է, որը վայ տեսեք ինչ հրապարակային է, ինչ սրտեր է ուղարկում, տխրում է, բանը Zenfira-ի երկիթակ, բայց մյուս իրականությունում ձեր այդ հեծանի վակշոն, չգիտեմ, այնտեղ ցեխի մեջ է, անձրևով։ Մյուս իրականությունում եկեղեցու դեմ տերոր եւ Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ տերոր եւ այս տերորի հիմքում Հայաստանի քաղաքացիական հասարակությունն է, մասնավորապես նրա ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Դանիել Իոնիսյանը։ Չասենք հիմքում, բայց այդտեղ տեսնում ենք իշխանության հետ սերտ համագործակցություն, ինչ են իրանք անում։ Իրանք գործը կարում են, դրա պայմաններն են ստեղծում։ Հետո գալիս են իրանք Facebook-յան ստատուսներում կամ հարցազրույցներում դա լեգիտիմացնում են հանուն իշխանության պայքար։ Միքայել Սեփազանի դեպքով պատիժը համաչափ չէր։ Պատիժ, հա։ Հետո մարդ ինչ արի որ դե պատիժն է քննարկում համաչափ էր թե համաչափ։ Երրաքալ գործողություն են անում։ Հա, երրաքալ։ Դա կազմակերպում են կամ օգնում են որ իշխանությունը կազմակերպի։ Բռնել են տալի։ Հետո ասում են, հետո լեգիտիմացնում են, հետո գնում են միջազգային հարթակներով խոսում են Հայաստանի ժողովրդավարության մասին։ Ու բացառում ես որ նայ Դանիելը տվել է հաղորդում։ Հաղորդման հիման վրա բռնել են այդքան հոգեորական։ Դա արդեն կալանավորել են, կալանավորում կա ու Դանիելը սայլնելու դատապարտի որ փաստաբաններից մեկին կամ ասենք բոլորին 46 րոպե ուշ են թույլ տվել մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ։ Բայց դա չի անում։ Ես դատապարտում եմ Նիկոլ Փաշինյանին։ Դանիել Դանիել աստեղն է։ Ինչ ես անում։ Իհարկե իրանք արդարացում ունեն, հայտարարություն են տարածել իրազեկը, իրանք։ Դա արդարացում չկար այնտեղ։ Իրանք ասում են մենք մի րոպե, Ազատություն ռադիոկայանում ռեպորտաժ կա, ինքը Տեր Արամի խոսքի վրա հաղորդում ներկայացրել։ Տեր Արամը հմեկում։ Ասում է 21 թվին, ասենք 25 թիվն է։ Բոլորի ստանում էին ցույցերի ընդդիմադիր։ Ուսենց ոչ, բայց ոչ մեր կամքով։ Մեկը Պետրոսն ասում է. Ոնց, ձեր կամքով չէ, ասում է։ Այո։ Ասում է, բա ով է պարտադրում, ասում է, վերադասը։ Կներեք, ժողովուրդ ջան, եկեղեցին պետաիշխանական լիազորությունները ոչտված չի ու քրեական օրենքի հետ հոդվածը չի կարող այդտեղ կիրառվել։ Այսինքն վերադասը ո՞րն է։ Այսինքն ինքը նենց է ներկայացնում, որ դիրեկտորը իրանց հավաքելա տարելա բանի, ցույցերի ու հոդվածներն են ցա որ եւ տանելու եւ թույլ չտալու, այսինքն իբր նրանք ուզեցին գնան որ Նիկոլի ցույցերին չեն թողե գնան, բայց ասենք գնացել են Քոչարյանի ցույցերին, չգիտեմ, կոնկրետ անունները պայմանական։ Այսինքն ի՞նչ է նշանակում, ասենք եւ իրավապահ կառույցները Տեր Արամին չեն կանչել, չեն հարցրել, ես ինչ է կատարվում, ես ինչ ա եղել, հələ մտ գրի։ Չէ, ինքն ասում է ինձ ոչ մի բան չեն ասել, ես վավշե կուրսի չեմ։ Ընդամենը հարցազրույցում հնչած մտքերի առիթով Դանիելը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին եւ ԱԱԾ-ն գնում է Արագածոտնի թեմ եւ սկսում է եկեղեցու գույքը ոչնչացնել, փչացնել, հոգեորականներին բերման ենթարկել, որ ժամը շարունակ մենք չիմանանք Սրբազանը ուր է։ Ուրեմն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որ չգիտես ինչի զբաղված է ռոպագանդայով եւ շտանգայով, այդ երկուսնի հետ չգիտեմ ինչ ոնց է կապվել, բայց ամեն դեպքում ուրեմն այդ նկարա դրել, գրել է որ նայեք փող են գտել առաջնորդ հարանից կամ չգիտեմ առաջնորդի տնից, չգիտեմ, իրական չի։ Սա Արայիկ Հարությունյան, որ քեզ խուզարկենք, ինչ կգտնենք քո մոտ։ Կարող է փող գտնենք ու դա ինչ որ ամոթալի բան կլինի, որ քո մոտ փող գտնենք։ Սիրելի ոդկասթի հետևորդներ, նաև ձեր կարծիք արտահայտեք ընթացքում, բայց հարցը դեռ է։ Ուրեմն մարդու տունը խուզարկում են հանրահավաքների պարտադրելու տանելու հոդվածով, բայց նկարում դել են փող են գթե։ Ասենք ո՞վ հիվանդ չեք։ Նախ հանրահավաքի տանելու գործով մարդու տունը խուզարկում եք, ինչ անեք։ Եթե զենք ունենալու կասկածանքը, հա։ Եթե ինչ որ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը, հա։ Իրանք շատ լավ գիտեն ու այդ ռոպագանդային են տուրք տալիս, թե բան նայեք էս հարուստ տերտերները։ Ու մեկը գրել է այն պատի վրա, գրել է, ժողովրդին սրանք թալանել են, թալանը, ու ատեն սկսվեց։ Հիմա գրել է ասում է Բենջամին Ֆրանկլինի նկարով $2 եմ տեսել այդ փողերի մեջ։
Արայքը տենց ուշադի նայել ու դա դե ընդգծել է։ Սնահավատ է։ Ու ասում են նրանք ոչ թե Աստծուն են հավատում, այլ Բենջամին Ֆրանկլինին։ Ոնց որ Արայքը այն մարդը չի, որ պլակատով նստած է, որ այն գրած է, աղոթել չառաջարկեք, լավ աղոթած եկել եմ։ Հիշում ես, դες մտած եկեղեցուն ձեռեր առնում, դեռ ինչ հեղափոխ։ Ասում են դա սնահավատ են, էլի։ Ինչ հեղափոխական, արա գոնե մի հատ հավատացյալ մարդ քննադատի եկեղեցուն։ Ասես հա, ասես եղավ։ Ասենք դու ինչ կապ ունես։ Եզրակացությունը, Խնդրեմ ասեք։ դուք ընկերներ, դանոշչիկներ եք, մատնագիր գրողներ եք, փոքրիկ ստալինիստներ եք, պստիկ բոլշևիկներ եք ու եկեղեցիում տերոր եք իրականացնում։ Կարպիսը ամաչում է իմ մասի սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ այստեղ ձեր աջակցության խոսքերը նաև տեսնենք, էլի։ Դանիել Յունիսյանը Կարպիս Փաշոյանի մի գրառումից հետո, որտեղ նա դատապարտում է դանոշչիկությունը, մատնագիր, դա դանոսը գիտեք ո՞րն է, որ չեղած բանի վերաբերյալ մատնում ես մարդուն։ Բայց չի արել այդպես, մարդուն բռնում են։ Հետո կազմակերպված է դա։ Տես չէ դու միամիտ մատնեցի, նա միամիտ սաղ կազմակերպված է։ Ու հա Կարպիսը ստատուսա գրե, գրառումը արել, այս քննադատական Դանիելը մտել է դրա տակ գրել է սուտ ես խոսում, չգիտեմ ինչ, ու գրել է պատասխան կտաս դատարանում, այսինքն նա իրազեկվել է պարոն Փաշոյանը, որ իրան դատի են տալու։ Հիմա դե ես է բնականաբար որպես ընկեր մտա այնտեղ եւ ես փաստաբան եմ նաեւ ես գրեցի որ ես պաշտպանությունը Կարպիս Փաշոյանի ինձ վրա եմ վերցնում եւ մենք կրավինենք մեր ոդկասթի բոլոր հետևորդներին, մեր ժողովրդին, այն դատերին, որտեղ Դանիել Յոնիսյանը կներկայացնի իր հայցադիումը ընդդեմ Կարպիս Փաշոյանի թե ինչ ա ուզելու, չգիտեմ, թե խի ասե մատնագիր, ասե դանոշչիկ, ասենք, բա ինչ ասի։ Բայց այդ տոտալիտար մտածողությունը էլի, ընդհանրապես այս ժողովրդավարական հասարակարգերում քաղաքական դատողությունների համար, եթե իհարկե չկա հայոյան, մարդու դատի չեն տալիս։ Դա ընդհանրապես նեղմտություն է։ Ներմտություն չի եղբայր պարզվում է որ այդ մարդիկ բացարձակապես ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության, հավաքների ազատության, մտքի, խղճի, կարծիքի, դավանանքի ազատության հետ եւ այդ արժեքների պաշտպանության հետ ոչ մի կապ չեն ունեցել։ Գիտեք, բոլորովին վերջերս զուտ պրոստը գործը արել են փողը աշխատել։ Բոլորովին վերջերս ինչ շատ հարազատ մարդիկ, կինս ընկերներս ասում են դու դատի դուր Դանիելին, հələ խոսակցությունը չկար, ինչի համար, որտեղ ինքը առանց ապացույցների ինձ ասում է Ռուսաստանի ես բանը Եսին որ վարչության աշխատակից ինձ ասում է բանը կասկածում եմ որ ես Ռուսաստանից փող եմ ստանում կամ ինչ որ Ռուսայի այդպիսի բան բնականաբար չկա բայց ես ասում եմ բայց չէ ինչի համար դատի տամ մարդու դատողություններն են բայց այս մտածողությունը պրոպագանդայի թեզերն են հիմա ինչ անենք հա բայց տեսեք Կարպիսը դատի չի տալի իրան են դատի տալի ոնց դատի տան տենց էլ դատվելու են ինչ դատով դատի տան է դատով էլ դատվելու են շատ ուրախ դատեր կլինեն հա շատ հետաքրքիր այն թրոլինգի ամենավերին աստիճանի այն օրը գցենք որ բանը շունը ձեռներից բոլորովին վերջերս ինձ նաև Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունից էին ուզում դատի տային, բայց հետ կանգնեցին, հասկացան, որ կարող է քաղաքական ինչ որ մեկն դեղ ասել է, բայց Ժորժ ջան, հա, կարող է շատ ծիծաղելի դատ լինի, եւ նույնը կարող է սպասի Դանիելը դատի է տալու։ Ես քեզ ավելին ասեմ, ոչ միայն դատի է տալու, այլ հաղորդումներ է ուղարկելու նաեւ։ Մատնագրեր էլ է գրելու։ Քո վրա, ին վրա կապ չունի։ Գնանք մի բռնել է տալու սաղին։ Կուզեք Դանիելի մատնագրով մի 6 ամիս նստենք։ Մի քիչ աշխարհից հանգստանանք, լեզուներ սովորենք, գիրք կարդանք։ Էսի էտի մեր ուզենով չի, դա ուզողներն են ուզում եւ նրանք կուզեն ինչ որ պահից։ Սկսած են ինչ շատ են գրում, ասում են, բա ասում ես օրինակ բանը, քաղաքական բանը, օրինակ Միքայել Սրբազանի պարագայում բան բռնեցին խոսքի համար։ Բախի չեն քեզ ու Կարպիսին բռնում կամ քեզ բռնում։ Ասեմ Ժորժ ջան։ Ասա ուզում եք բռնե։ Չէ, նախ էդ է հարց առաջ, այսինքն։ Եվ երկրորդը Ժորժ ջան, յուրաքանչյուրին ըստ իր ազդեցության կանեն ինչ որ կանեն։ Մի անհանգստացեք, եթե դες բանը այդպես շատ բանով անհամբեր սպասում եք թե երբ են մեզ բռնելու, այդ օրները կտեսնենք։ Եթե հիմա մի գան կտեսնենք։ Եթե մի 2-3 անգամ հեղաշրջում բառեմ աստեղ կիրառենք, այդ Մարուկյանին կբռնեն։ Ժողովուրդ ջան, հարցը հետեւյալն է, որ Հայաստանը հիբրիդային էլեկտորալ հիբրիդային դեմոկրատիա է։ Ինքը ֆասադի իմաստով sense որ դեմոկրատիա է, բայց որ մտնում ես իր մեջ, ասում ես մեջը նայել։ Հասկանում ես որ դա մի խնձոր է, որը փդել է ու սաղ մեջը ворթեր են։ Չկա միջուկը։ Մեր դեմոկրատիայի մասին եմ ուզում ասեմ, էլի։ Եվ այս խայտարակությունը բնականաբար մեր համար անհանդուրժելի է, եւ մենք մեր խոսքով, մեր գործողություններով, մեր վարքով, ինչ որ մենք անում ենք անդադար, մենք դրա դեմ պայքարում ենք։ Էս է իրավիճակը։ Այդ ինչ ա եղել Կարպիս։
շաբաթը ամփոփելու համատեքստը։ Դա շաբաթը չի բրծել։ Հա, շաբաթը դե դե ճիշտ ասել, ամեն րոպե ինչ որ նոր մի բան։ Կարա վաղնել օրինակ Կոտայքի թեմի առաջնորդը կալանավորվի։ Թե չէ, Կոտայքի թեմի առաջնորդին չեն կալանավորի։ Մի քիչ այդտեղ կասկածներ, չես կարող ասես կարպի։ Հաշվի առնելով ինչ որ, նայ, տրամաբանություն։ Հաշվի առնելով թե ում հայրն է։ Դե արդեն թիմում չի։ Նայ, տրամաբանություն փնտրել այս գործողությունների մեջ, օրինակ շատերը sense են անում։ Հիմա Փաշինյանը երևի արդեն մի շաբաթից գնալու է Էջմիածնի վրա։ Արա չեն հասկանում, որ Փաշինյանը վաղուց արդեն գնացել է Էջմիածնի վրա։ Միքայել Սրբազանը բանտում է, Բագրատ Սրբազանը բանտում է, հետո Արագածոտնի թեմի առաջնորդը արդեն բանտում է, հոգեորականներին բեման են ենթարկե։ Ես մեկին ճանաչում եմ, այս Արագածոտնի թեմից մարդ չեմ ճանաչում անկեղծ, բայց ճանաչում եմ Տեր Վրթանեսին։ Տեր Վրթանես Բաղալյանը 15 տարի Օձունի հոգևոր հովիվն է եղել։ Իմ մեր մարզում Վանաձորում էլ հոգևոր Շատ կարքին հոգևորական։ Սկզբից դուցում է հոգևորական եղել, ինչքանով որ հիշում եմ, մեր տանը իրար հետ հաց ենք կերել, որ դուցից գալիս էր քաղաք, հիշում եմ, հորս հետ է մոտիկ։ Մեր ընտանիքի հետ հարազատ մարդ է։ Երկար ժամանակա չեմ էլ տեսել Տեր Վրթանեսին։ Որ երեք տեսա Տեր Վրթանեսին էլ բերմա ենթարկի։ Մեսի մի հատ սենց զուլալ, ազնիվ, սենց որ մաքուր անբիծ հոգեորականներից։ Ես 2.5 տարի գեդինը չեք մտնում։ Ես պրոստը չգիտեմ, որքանով որ իմացա, ոնց որ գիշերը հա փորձում էի ճշտեմ, այս պայն չունեմ ինֆորմացիա, հույս ունեմ բաց են թողել, թե բավականին մարդկանց բաց թողեցին, որ 3 մարդու են կալանքի տարել։ Բայց այս պահվածքը գասախ թեմի հոգեորականներին բերման ենթարկես, բացի Իոնիսյանի մատնագիրը ներկայացնողի հիմքերից, Տեր Արամից, սա ինչ Տեր Արամի ասեք էլի։ Կամ ուրիշ քեզ բան, դե մի օծում ունի, բերում ենք պահենք բանը, օծում ունի։ Հիմա Տեր Արամն ասում է 21 թվին ցես բան ա եղել։ Դանիելն հաղորդում ա տվել։ Բայց Դանիել մտքովը չի ասում, որ Տեր Արամը այդ հանցագործությունը 4 տարի կոծկել է։ Եթե դա հանցագործություն է, դու բա Դանիել, բայց այդ մարդուն է դատեն։ 4 տարի ինչի է լռել։ Թե սպասում էր որ Փաշինյանն ասի կար ամուսնացյալ քահանա լինի կաթողիկոսի տեղապահ, որ ինքը հիշի, որ 4 տարի առաջ ինքը բան է եղել, ճնշվել է։ Հա, Արագածոտնի թեմը ինձ համար էլ է շատ հարազատ, ես 2.5 տարի համագործակցել եմ այդ թեմի հետ, այդ շատ շուտ ուսանողական տարիներին հայ-դանիական բարեգործական կազմակերպության եւ հայ եկեղեցու 2.5 տարի ես Արագածոտնի մարզի գյուղերում այդ ֆորմատով դասավանդել եմ։ Իմ դանիացի ախպեր։ Շատ լավ է։ Նենց որ շատ հարազատ թեմա ինձ համար, շատ հարազատ կառույց է, բայց ինչևից է, ես արդեն վկայում եմ այն պարզ իրողությունը, այս կատարվողը, որ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու։ Այն մարդիկ, այդ թվում եւ ամենայն հայոց կաթողիկոսը, որ հույսեր էին կապում, որ սա լինի, այն մյուսն լինի, վերջ կլինի դաթար, Միքայել Աջապայանին տարան, վերջ, Նիկոլ Փաշինյանը կհանգստանա, Գազանը կուշտա, վերջ։ Այդպես չի լինելու եւ Գարեգին երկրորդի այդ մարտավարությունը, որ ոնց որ թե առաջնորդվում այդ չինական հայտնի ասացվածքով, որ նստի գետի ափին ու սպասի թշնամու դիակներին, որ գետը բերի։ Չի լինելու, Նիկոլ Փաշինյանը այդ գործիչը չի։ Հանգի սպասելու պարագայում գետը իր դիակը չի բերելու, հուսում Դանիելը էս փոխաբերություններին բանը ընթաց չի տա եւ հաղորդում չի ներկայացնի, փոխաբերական իմաստով եմ ասում, եւ Նիկոլ Փաշինյանը իսկապես կանգ չի առնելու եւ միջև վերջ կազմակերպելու է հայ առաքելական եկեղեցին։ Որտենց խբան են չի ասում, որ նա կանգ չի առնել, ուզում հարցնեմ, իսկ ինչի՞ պիտի կանգ առնի։ Այսինքն այդ statement-ը որ անում եք այդ հայտարարությունները, որ նա կանգ չի առնի, խիպ պետք է կանգ։ Որտեղ որոշ մարդիկ կարծում են, որ կանգ առնելու։ Ինչի համար։ Օրինակ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը կարծում էր, որ Միքայել Աջապայանից հետո վերջ։ Եղբայր, ես չեմ խոսել կաթողիկոսը, չգիտեմ ինչ էր կարծում, բայց հասկանաս, սпасել որ իշխանությունը պետքա թուլացնի ռեպրեսիաները եւ ասի լավ, ինչ եղել է, եկեք մի հատ խոսենք։ Մի հատ կարող է ես հրաժարական տամ գնամ գրողի ծոցը չի լինելու տես բան։ Հաջորդը Գարեգին կանգ առնի։ Հաջորդը պարոն Մարոկյան տանելու են Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Ես չեմ բացառում։ Տանելու են։ Բարդ չէ՞ որ Էջմիածնի գանձարան մեկա փող։ Բռնեն ասեն նայեք փող ենք բռնել։ Փող կա։ Այսինքն
Այսինքն այդ հայտնի մեծ թեզ Եկա թեմա, բաբա։ Ասենք տնտեսությունն է մեծ վարում, բա փող կլինի, բայց փողը բռնել է գորին, փող կա այնտեղ։ Այո, եկեղեցին նաև տնտեսությունը դերևս Հայվանա տնտեսությունը, չէ՞, ասենք այդքան մարդ աշխատում, այդքան հավաքար կա, աշխատող կա, երիտասարդական կենտրոններ կան, բարեգործական կենտրոններ կան, անվճար ճաշարաններ կան, հազար բան կա, փող են բռնել։ փռեր կամ Բենջամին Ֆրանկլին։ Եվ եկեղեցին ի սկզբանե է այդպեսին եղել, դերևս առաջին դարից սկսած դրսևորվել է որպես համայնք, որպես տնտեսություն, որտեղ մարդիկ աշխատում են, գործ են անում եւ այլն, եւ պարզապես պետք է լինի փողի Դու բացառում ես ասեն հարկեր թաքցրել են, հարկեր են։ Ամոթ աշխարհում եկեղեցիները չեն հարկվում, ցելի հայնակիցներ։ Չգիտես ինչի աշխարհի առաջին քրիստոնյա երկրում անդադար քննարկվում է, որ պետք է եկեղեցին հարկ տա։ Հարկ պետք է տա եկեղեցին, անդամ սա պսևդո այդ առաջադիմական լիբերալ, իրանք լիբերալ են։ Մենք լիբերալ ուժ ենք, ես գիտեմ, որ աշխարհում Ժորժան ամբողջ աշխարհում եկեղեցիները հարկ չեն տալիս։ Ընդհակառակը պետությունները օգնում են եկեղեցին։ Ես մի բան ասեմ, պարոն Մարոկյան, այդ որ նույն այդ ձեր պսևդո լիբերալ, այդ պսևդո առաջադեմ զանգվածները, երբ որ օրինակ ես եւ դուք դատապարտում ենք եկեղեցու դեմ տերորը, ասում են, բայց չէ որ եկեղեցում էլ կան խնդիրներ, բայց չէ որ Գարեգին երկրորդը քխա, ճակերտների մեջ ներողություն եմ խնդրում, իրանց ձևակերպումներն է։ Հիմա այդ մարդկանց ոնց արձագանքել, սովորացնում եմ, թող մարդիկ մեզ հետ սովորեն։ Եկեղեցում շատ ավելի լուրջ խնդիրներ կային նաև 1903 թվականին, երբ որ եկեղեցին մարտնչում էր ցարիզմի դեմ։ Այո։ Եկեղեցում շատ ավելի լուրջ խնդիրներ կային, էլի եկեղեցին այդքան էլ լավը չէր 1915 թվականին, երբ որ Օսմանյան կայսրությունը արմատախիլ էր անում այդ եկեղեցուն։ Եկեղեցում շատ ավելի լուրջ խնդիրներ կային նաև ստալինիզմի ժամանակաշրջանում, երբ որ էլի եկեղեցիները պայթեցնում էին, հոգևորականներին սպանում էին, գնդակահարում էին, չգիտեմ ինչ էին անում։ Այսինքն եկեղեցում միշտ է խնդիրներ եղել, եւ դա նորմալ է, որտեղ ինքը մարդկանցից կազմված կառույց է, բայց արդյոք որ եկեղեցում կան խնդիրներ, նաև արդարացված է այս այն տերորը, որ նրա դեմ կազմակերպում են իշխանությունները։ Ես դա որակում եմ որպես տերոր, 3 սրբազան անստած, տասնյակից ավել քահանաներ, հարագացությունի թեմը պարալիզացված է։ Սա տերոր չի։ Սա տերոր է, ու այստեղ ուզում եմ մի հատ եւս մի շերտ բացենք կարպիս։ Պատկերացրու ԱԱՑ-ն, ոստիկանությունը մտնեն Եհովայի վկաների գրասենյակ։ Հայաստանում գրանցված կրոնական կազմ։ Պատկերացրու մտնեն որևէ այլ ոչ հայարակելական սուրբ եկեղեցու, օրինակ Հիսուս Քրիստոսի վերջին օրի սրբերի եկեղեցի, մորմոնական։ Այ այդտեղ խաղի մեջ կմտնի Արտուր Սաքունցը։ Այդտեղ եւ Արտուր Սաքունցը, եւ բոլոր դեսպանատները, եւ բոլոր իրավապաշտպան կառույցները, բայց նայ, այլ հայարակելական սուրբ եկեղեցին է, դա տենց այնտեղ այո, այնտեղ մեկը գրել է, պետք է մաքրել եկեղեցին։ Հա դու ով ես, որ եկեղեցին դու մեզ մաքրես։ Դու քեզ այնց ինչ ես ներկայացնում, մի տունդ մաքրի։ Դու ինչ կապ ունես, որ ասենք դուք ձեզ ոնց եք ինչ որ ձևի վերագրել, որ դուք պետք է ինչ որ բան մաքրեք։ Մեծ ձեզ մաքրեք, ասենք։ Մարդ որ առավոտը չի լվացվում, ասենք, չի լվացվում։ Նայում ես չի լվացվել։ Ասма պետք է մաքրել եկեղեցին։ Բայց էդ էլ մի կողմ։ Ինչ է մաքրել, ումից մաքրել։ Կարող է մարդը իսկապես մտածում է, որ եկեղեցին պետք է ռեֆորմների ենթարկվի։ Եղբայր պետք է բայց հիմա այս նեղ պահին, երբ որ այսքան սրբազաններ են կալանավորված, ռեֆորմը ո՞րն է։ Եղբայր դու անուղեղ ես, չես հասկանում։ Որ ռեֆորմներից, որ բանակն էլ է ռեֆորմների ենթարկվել, այդ ձևի ռեֆորմներից։ Որ ռեֆորմներից, որ ոստիկանությունը ռեֆորմի է, որ դատական իշխանությունը ռեֆորմների է։ Ասածս ընկալը առանց Նիկոլ Փաշինյանի։ Եղբայր, ասենք հասկանում ես, այդ չեք մտածում, որ օրինակ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունը պետք է ռեֆորմների ենթարկվի։ Գնացեք ռեֆորմների ենթարկեք։ Պարոն Մարոկյան, մարդիկ ինչ որ տես մատ բարեպաշտ կեղծ, բարեպաշտ կարշատիպեր ունեն, որ իրանք նստած իրանք տներում, իրանք շրջակա միջավայրից, օրինակ հոգևորականներից պահանջում են լինել սրբակենցաղ առաքյալներ, որ չուտեն, ասկետական, հա, չուտեն, չխմեն, չշնչեն, փող չվերցնեն որևէ միջոցառման համար, նույնը ակնկալում են, չգիտեմ, ոստիկանից, հրշեջից, մյուսից, ասենք լավ էլի մատ հանգստացեք։ Եկեղեցում ինչ որ բաներ պետքա փոխվի, հա, ինչ որ հոգևորականները լավը չեն, ժողովրդի լեզու ասած չեն դզում, հա, հասկացանք։ Նույն ժողովրդից են դուրս։ Բայց դու հիմա իշքան անուղեղ ես, չես հասկանում, որ այս պահին երբ որ Փաշինյանը կործանում է այդ ազգային կառույցը, դու էլի շարունակում ես քո այդ պսևդո առաջադիմական լոլոն կարդալ, ուրեմն դու անուղեղ ես, եղբայր։ Այդտեղ ուրիշ մի հատ բան կա, էլի, որ
Այ Սխալ եմ ասում։ տպավորություն կա կարպից, որ այսինքն շատերն են նաև ինձ մոտ արտահայտվել, ասում են, օրինակ որ գնում ենք օրինակ հարսանիքով։ Ինչի՞ պետք է մենք փող տանք եկեղեցուն։ Օրինակ որ գնում ենք կնունք, ինչի՞ պետք է, ասեմ, եղբայրը մի րոպե, այդ կառույցները, այդ մարդիկ, այդ մարմինները ո՞նց պետք է մարդա չէ, պետք է սնվի, ունի ընտանիք, որ ամուսնացյալ քանը, սարկավագնա, երգում են, խոր կա, բա ով է ֆինանսավորում։ Ասում եմ, բա պետությունը չի, ասում ախպեր ոնց ասում, քահանաները պետական աշխատողներ։ Չէ՞, այսինքն մարդիկ հենց գիտեն, քահանաները, ասենք, պետական աշխատավարձ են ստանում, բայց թաքուն փող են ուզում բանի մար, չգիտեմ, այնտեղ կնունքի։ Նախ փող չեն ուզում, դու ուզում ես դնում ես, չես ուզում, չես դնում, սկսենք տեղից, երկրորդը դուք Վաշինգտոն ցեջ պալ, չեք ուզում մի գնացեք եկեղեցում ամուսնացեք։ Մի բան ասեմ, թող ինձ Ինչ եք ուզում։ հայ ժողովուրդը թող ինձ ների, որովհետև հատկապես վերջին շրջանում այդ կենցաղային միջոցառումները, բաները միշտ աչքի են ընկնում, չգիտեմ, չափազանցված ճոխությամբ, չտեսությամբ, ագահությամբ, այսինքն հենց այդ ագահությունը, այդ յաշիկները, այդ ուտելիքները, այդ վարձով բերած ավտոները, չգիտեմ, թանկ շորերի վրա չեք ափսոսում, բայց որ մի 20,000 դրամ պետք է հոգևորականին տակ, էդի տենց ինչ որ դարդեք դարձրել։ Այս ամեն ինչը կարպիս զուտ մատի փաթաթանա։ Կեղծ երեսպարչություն։ Հա, որ այդ կեղտը ստորությունը, որը ուղղված է ամեն པարզ լավ բանի, մեր ունեցած մեր ինքնության հետ կապված, դա ուղղակի արդարացվի։ Ես այդ ամեն ինչով դա արդարացնելու բան ասեմ։ Եվ ինձ դավադրությունների մեջ չմեղադրեք, այս նոր Արագածոտին թեմի դեմ իր հանձազրծված տերորը հաջորդեց Փաշազադեի հերթական հայտարարություններին։ Ինչ որ էլի համընկավ, Ժորժ ջան, մենք մեղավոր ենք, մի րոպե։ Մենք մեղավոր ենք, որ Փաշազադեն հայտարարում է մի շաբաթ հետո կամ մի երեկ հետո Փաշինյանը մտնում է մի հատ ուրիշ եկեղեցի ու սկսում է այդտեղ բանել։ Մի հատ հայտարարում ասում է դուք չուլանեք։ Մի հատ հայտարարում, այսինքն դա ինչ է, բանը ուզում եք ինձ համոզեք, որ բանա պատահականություն է, լավ մի անգամ համընկնեմ, երկու անգամ համընկնեմ, լավ 3 անգամ համընկնեմ, 4 անգամ համընկնեմ, 5 անգամ, 6 անգամ, 7 անգամ, արդեն 10-րդ անգամ համընկնեմ։ Ուսեք դա պատասխանով է։ Արդեն կասկածի որդը մեզ կերավ։ Չէ, կասկածի ворդ չի, համոզմունք է, որ Հայաստանը, ասենք, կառավարվում է ոչ տեղից, ասենք, որ այ քեզ բան համոզում։ Լավ, պարոն Արաքյան, ոնց որ Ես ուզում եմ վերջում մի հատ իրազեկում անեմ Կարպիս։ Ուրեմն 2 օր առաջ ես դիմել եմ վարչական դատարան, Կարպիսն չգիտի, նոր ենք ձայնագրվում ենք եւ մամուլում նոր է գնում։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության ես վիճարկում եմ որպես քաղաքացի կառավարության այն որոշումը, որով Արադ լեռի պատկերը պետք է դուրս գա սահմանային դրոշմա կնիքներից։ Ինչու, որովհետև այն հիմնավորումները, որոնք որ քաղաքական գործիչները Փաշինյանը ներկայացրել են, քաղաքական նկատի ունեմ իշխող մեծամասնության, այդ հիմնավորումները հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որտեղ սահմանադրությամբ սահմանված է մեր պետական խորհրդանիշ զինանշանը, որի նկարագրի մեջ նշված է, որ Արադ լեռը գտնվում է կենտրոնում, նույն տապանը վրան։ Եվ այդ հիմնավորումները օրինակ ներկայացնում են դա ուղիղ հակասության մեջ մտնում սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին օրենքի հետ։ Ես դիմել եմ դատարան, վարչական դատարան, նախ խնդրել եմ կասեցնել որոշման կիրարկումը, որտեղ նոյեմբերի 1-ից պետք է կնիքների վրայից հանվի, եթե դատարանը հիմա որոշի կասեցնել, մենք կշարունակենք ունենալ այդ կնիքները, մինչև դատարանը ըստ էության կգա իր որոշմանը եւ անվավեր ճանաչել այդ պետականաքանդ մեր ինքնությունը ոչնչացնող, մեզ անդեմ, անդիմագից ոչ հայկական պետություն սարքող կառավարության որոշումը։ Ուղղակի իմացեք, որ նման դատական գործընթաց է մեկնարկել ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի եւ հայցվորը ես եմ դատի տվել։ Այսինքն կառավարությանը ստիպում եք, որ զինանշանը փոխեն, այդ նկարագիրը փոխեն օրենքով, զինանշանի փոխելու համար պետք է սահմանադրությունը փոխեն։ Դե դա փոխելու են։ Հա, իրենք արդեն ասել են, որ ուզում են փոխեն եւ սկսել են դրոշմակնիկից։ Հիմա եթե մենք այս հարցը հանրային դժգոհությունը բարձրացվի, մարդիկ ոդկի կանեն, կառավարությունը տեսնի, որ մարդիկ չեն հանդուրժում դրոշմակնիկից հանելը, ռիսկ չեն անի գնան դեպի զինանշան։ Բայց եթե մենք, սիրելի հայրենակիցներ, հանդուրժենք, որ այն հիմնավորումներով, որ Արադ լեռը հանվում է, որ Մարիա Կարապետյանն ասել, ֆակտոր ասում է, լավ ենք անում, հանում ենք ասում։ Այդ ձևի խոսույթը, որ արվում է, եթե դա մենք հանդուրժենք, իմացեք զինանշանի վրայից են հանելու, Կարպիսը ճիշտ է ասում։ Եվ դա մենք կանխատեսել ենք։ Հիմա մենք փորձում ենք եղած իրավական գործիքներով դրա դեմ պայքարել։ Այսքանը։ Իսկ թվում է շաբաթը ամբողջ ասեցինք։ Այո։ Եթե իհարկե
այս քանի օրը կոտակի թեմի առաջնորդին չկանոնավորեն կամ որևէ մեկի։ Դե հիմա մենք չենք հասցնում։ Չենք կարող ասել ինչևից է։ Այսքանը կհանդիպենք, լավ եղեք։ Շնորհակալ ենք սերի հայրենակիցներ, հաջորդ շաբաթ օրը մենք որոշել ենք խոսել 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովից եւ զեկույցից։ Հետևեք պլատֆորմ ոդկասթին, խնդրում ենք։ Միացեք, տարածեք, եւ նաեւ Կարփիս հարցեր, Կարփիս Փաշյանի ալիքում նույնպես շատ հետաքրքիր հարցազրույցներ կան, նույնպես դիտարժան։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։